Գիտեք արդյոք, որ այսուհետ իմիգրացիոն աշխատակիցները հնարավորություն ունեն նաև ստանալ հարկայինից տեղեկություններ ձեր հասցեի, ձեր անձնական այլ տվյալների վերաբերյալ։ Արդեն որոշակի ժամանակ է ես խոսում եմ այս թեմայի մասին, որ Թրամփի կառավարությունը և հարկային իշխանությունները հնարավոր է, որ համագործակցություն սկսեն, համաձայն որի որոշակի ինֆորմացիա հարկային իշխանությունները տրամադրեն արդեն իմիգրացիոն գործակալներին։ Որոշ կազմակերպություններ իհարկե դատի տվեցին Թրամփի իշխանությանը, որպեսզի նմանատիպ համագործակցություն չլինի, և ֆեդերալ դատավորը որոշում կայացրեց, որ այո, նմանատիպ համագործակցություն կարող է լինել, բայց որոշակի բացառություններ դրեց, համաձայն որի տեղեկություններ կարող են փոխանցվել միայն այն անձանց մասին, ովքեր ունեն որևիցե քրեական պատմություն։ Այսինքն, եթե անձը չունի որևիցե քրեական խնդիրներ, պետք է, որ համաձայն այդ համագործակցության որևիցե ինֆորմացիա IRS-ը, այսինքն հարկայինը, չկարողանա փոխանցել Թրամփի իշխանությանը։ Արդյոք որքանով է սա աշխատելու և որքանով են նրանք այդ բացառությամբ առաջնորդվելու, արդեն ժամանակը ցույց կտա։ Եվ ամենակարևոր տեղեկությունները, որ իմիգրացիոն գործակալները խնդրելու են հարկայիններից, դա լինելու է իհարկե մարդկանց հասցեները։